Միջնադարյան երբեմնի այս հզոր կառույցը ճարտարապետական ու ամրոցաշինական կարևորություն ունի։ Պեղումներն այստեղ շարունակվում են և անգամ կարճ ժամանակահատվածում գտածոների ու բացահայտումների պակաս չկա։ Կառուցումից շուրջ 11 դար անց էլ այն փոխանցում է միջնադարյան Հայաստանի շունչը և կառուցաշինական նրբությունները։ Բաց երկնքի տակ Ուրցաձորի Տափի բերդն է։ Հայաստանի Արարատի մարզի մարզկենտրոն Արտաշատից մոտավորապես 26 կիլոմետր հեռավորության վրա Վեդի գետի հովտում Ուրձի լեռների լանջերին է գտնվում Ուրցաձոր գյուղը, որից 5 կիլոմետր հյուսիս-արևմտյան ուղղությամբ Խոսրով գետի աջափնյակում լեռներով շրջապատված տեսնում ենք միջնադարյան Տափի բերդը, որը ժողովրդի մոտ հայտնի է նաև Գևորգ Մարզպետունու ամրոց անվամբ։ Տափի բերդը հանդիսանում է միջնադարյան Հայաստանի Այրարատ նահանգի Ուրց հայտնի կամ Ուրցաձոր գավառի արևմտյան ծայրամասում գտնվող մի կառույց, հուշարձան, և ենթադրվում է, Սամվել Կարապետյանը տեսակետ է առաջ քաշել, որ Տափը հանդիսացել է Ուրց գյուղաքաղաքի, այսինքն գավառի կենտրոն Ուրց գյուղաքաղաքի մի թաղամասը։ Ուրց գավառի մասին առաջին հիշատակությունները մեզ են հասել 5-րդ դարի պատմիչների Եղիշեի և Ղազար Փարպեցու հիշատակություններից, որը վերաբերում է Վարդանանց պատերազմին, այդտեղ հիշատակվում է Ուրծի իշխան Ներսեհը։ Դրանից հետո 9-րդ դարում գավառը անցնում է արաբական տիրապետության տակ, 11-12-րդ դարերում սելջուկ-թյուրքական արշավանքների արդյունքում անցնում է նրանց գերիշխանության ներքո, իսկ արդեն 12-13-րդ դարերում մողոլ-թաթարական տիրապետության շրջան է սկսվում, և ընդունված է համարել, որ այս գավառը հանդիսացել է 13-15-րդ դարերում պրոշյանների իշխանական տիրույթ։ Սակայն եկեղեցու ներսում թողնված արձանագրությունները, որոնք նվիրատվական են, դրանք Օրբելյան իշխանական տան ներկայացուցիչների կողմից են արված, և հետաքրքիր է, որ արդեն 1604 թվականին Շահ Աբասի մեծ բռնագաղթի հետևանքով, ինչպես Արարատյան դաշտի բոլոր գավառներն ու գյուղերը, Ուրց գավառը նույնպես բռնագաղթվել և ամայացել է։ Դրանից հետո արդեն 17-19-րդ դարերում անցել է պարսկական տիրապետության տակ, իսկ արդեն 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրից հետո անցել է ռուսական կայսրության տիրապետության տակ։ Բերդը փոքրիկ քառանկյուն կառույց է, որը ամրացված է 4 կողմից բոլորձև հատակագիծ ունեցող աշտարակներով, կառուցված է տեղական կոպտատաշ քարից, ճեղքած ժայռակտորներից և կավաշաղախով։ Կենտրոնում գտնվում է փոքրիկ մատուռ դեղնասպիտակավուն կրաքարով կերտված։ Այն իր ճարտարապետական ոճով համարվում է 13-րդ դարի կառույց, սակայն որևէ հիշատակություն պատմական սկզբնաղբյուրներում մենք չունենք ոչ բերդի կառուցման վերաբերյալ, ոչ մատուռի կառուցման։ Բերդի ներսում կան նաև կցակառույցներ, հարավային և արևելյան պատինկից, որոնք հավանաբար եղել են վանականների, տեղի ճգնավորների խցեր կացարանները։ Բերդը ունի 2 մուտք, արևմտյան և արևելյան, և ամենայն հավանականությամբ արևելյան մուտքը հանդիսացել է գլխավոր մուտքը, քաղաքից եկող հյուրերին, ուխտավորներին դիմավորող գլխավոր մուտքը։ Մատուռը միանավ բազիլիկ ոճի կառույց է, թաղածած, չնայած այստեղ առաջին անգամ չէ, որ վերականգնման աշխատանքներ պիտի իրականացվեն, դեռևս 2009 թվականներին էլի վերականգնման աշխատանքներ եղել են և մատուռը կիսավեր վիճակում է եղել։ Հիմա էլ որ շրջեն կտեսնեք հին պահպանված քարերը և արդեն վերականգնված ավելացված հատվածները, ու նաև վերականգնվել է պարիսպը, որովհետև բերդը ինքն էլ որոշ հատվածներում կիսավեր է եղել, բայց անգամ այդ պայմաններում էլ որոշ հատվածներ բերդապարիսպի 2-ից 2,5 մետր բարձրությամբ պահպանված են եղել։
Եկեղեցու ներսում պահպանված են բավական մեծ ծավալուն արձանագրություններ, որոնց ցավոք նախկինում չէին անդրադարձել, եւ վերջին տարիներին պատմական գիտությունների տեխնացու աստվածաբան Հայկ Հակոբյանը այցելելով Տափի Բերդ եւ նաեւ դիմացի ձորակում գտնվող Գոհար Թագուհու Մենաստան կոչվող եկեղեցին, այս երկու եկեղեցիների արձանագրությունները վերլուծելով առաջ քաշեց մի տարբերակ, որ Գավառը 13-15-րդ դարերում եղել է Օրբելյան իշխանական տան տիրույթները։ Եվ այս արձանագրություններից առաջին եռատող արձանագրությունը, որ տեսնում ենք, ինքը նվիրատվական արձանագրություն է եւ թվագրվում է, այստեղ վերևի հատվածում կա թվից չ, այսինքն 740, դա նշանակում է 1291 թվականի արձանագրությունը, որտեղ հիշատակվում է Օրբելյան հայտնի իշխաններից Տարսայիջը, Պարոն Տարսայիչ հստակ կա պահպանված եւ արձանագրություն գրողը Սարգիս Վանականն է եղել եւ նվիրատուն պատվիրել է երկու անընդմեջ պատարակ Պարոն Տարսայիչի հիշատակին։ Եվ եթե նայում ենք Ստեփանոս Օրբելյանի մոտ, Տարսայիչ Օրբելյանը մահացել էր 1290 թվականին, այսինքն 1 տարի անց իր հիշատակին կարող էին հանգիստ պատարակ մատուցել։ Երկրորդ արձանագրությունը դարձյալ թվակիր է նույն թվականով 1291 եւ դարձյալ նվիրատվական արձանագրություն է, եւ այստեղ հիշվում է Տեր Հովան, ով ենթադրաբար հստակ չենք կարող ասել, այսինքն վերծանողը հստակ չի կարող ասել, որ Հովանես Օրբելն է, դարձյալ Օրբելյանների հայտնի շարավիղ, այնուամենայնիվ սա ենթադրությունն է, որ նվիրատուն Հովանես Օրբելն է, ով 3 օր ապրել է Տափում, հենց Տափ անվանումը կա այս արձանագրության մեջ, եւ պատարակ է խնդրում իր քեռու համար։ Հայտնի է, որ Հովանես Օրբելը մոր կողմից Պրոշյանների ժառանգ է նաև հանդիսանում, այսինքն իր մայրը Նանան Պրոշյանների այսպես աղջիկ է։ Այո։ Այս արձանագրություններից ելնելով ու նաև ինչպես նշեցի Գոհար Թագուհու Մենաստանի արձանագրություններից ելնելով առաջ է քաշվել այն տարբերակը, որ այս տիրույթները պատկանել են Օրբելյաններին, սակայն կարծում եմ, որ քանի որ հենց կառուցման արձանագրություն չէ, սա ընդհանրապես նվիրատվական արձանագրություն է եւ հաշվի առնելով Պրոշյանների եւ Օրբելյանների խնամիական բարեկամական այդ կապերը, չի բացառվում, որ Օրբելյանները կարող էին նվիրատվություն անել վանքին, Բերդին։ Իդեպ այս արձանագրության մեջ հիշատակվում է Բերդը Սուրբ Գեորգ անունով։ Շատ հետաքրքիր է, որովհետև Բերդը իր անվանումը ստացել է ամենայն հավանականությամբ եկեղեցու անունից։ Իսկ եկեղեցին կարող էր Սուրբ Գևորգին, ով քրիստոնյա աշխարհում շատ հայտնի սրբերից մեկն է եղել, եկեղեցին իր անունով լիներ։ Ամեն դեպքում որևէ այլ հիշատակություն եւ չունենք, ոչ կապված Սուրբ Գեորգի հետ, ոչ էլ Օրբելյանների կողմից այս եկեղեցու կամ ամրոցի շինարարության հետ կապված։ Պատիվ շատ հատվածներում պահպանված են արձանագրության պատառիկներ, նույնիսկ դրսում կան սրբատաշ քարեր, որոնց վրա դարձյալ արձանագրություններ կան, եւ տեղացիներից, գյուղացիներից գիտենք, որ մինչեւ վերանորոգման աշխատանքները գանձագողության կամ չգիտեմ, ինչ նպատակներով սրբատաշ քարերը, որոնց մի մասը հենց այս երեսպատման սալերի քարեր էին, որոնք արձանագիր էին, տարել են։ Այսինքն մենք կորցրել ենք շատ կարևոր սկզբնաղբյուր։ Պարիսպներից ներս սպիտակ ֆելզիտի քարից կառուցված 13-րդ դարի փոքրիկ եկեղեցին իրենից ներկայացնում է թաղածածկ դահլիճ։ Հրաշալի է, որ հյուսիսային պատին պահպանվել է 1256 թվականին փորագրված արձանագրությունը, որի մեջ էլ հիշատակվում է Տափ անվանումը։ Այն նաև գրչատուն է եղել եւ միջնադարյան գրագիր Բարսեղ գրիչի ձեռամբ այստեղ սաղմոսարան է գրչագրվել։ Այս հատվածում տեսնում ենք բազմաթիվ ճարտարապետական մանրամասներ, որոնք բացահայտվել են մեր պեղումների արդյունքում։ Իրենց մի մասը հենց մատուռի կտորներից են, որոնք ցավոք սրտի վերականգնման ժամանակ հայտնի չեն եղել եւ չեն օգտագործվել։
Եվ այստեղ արդեն մենք տեսնում ենք մոտեցան գլխավոր մուտքին, Բերդի արևելյան, այո, մուտքին։ Իրոք ավելի մեծ, ավելի շքամուտք իսկապես։ Եվ այստեղից ամբողջ այս ձորը հստակ երևում է եւ այսինքն գյուղաքաղաքը, որը գավառի կենտրոնն էր, ծայրամաս այդ կապը ու իդեպ այն բլուրների երկու ժայռոտ հատվածների արանքում հենց ուրց Բերդն է գտնվում, քաղաքատեղի ամրոցը։ Այս ամբողջ հատվածում նմանատիպ լիցքեր արված, նախկինում կատարված շինարարական աշխատանքների հետևանք էր եւ մենք, որպեսզի կարողանանք բացել բոլոր կառույցների մուտքերը, ստիպված այդ ամբողջ լիցքը հեռացրել ենք։ Այս հենապատը դարձյալ շինարարության հետևանք է, ամենայն հավանականությամբ, որպեսզի հողալիցքը չսահի, իրենք շինարարներն են սարքել, որովհետև հիմա մյուս կողմում մենք կտեսնենք հերթական պատաշարը, որ պեղումների արդյունքում բացեցինք, որը համաժամանակյա է կցակառույցներին եւ այդ վանականների կողմից է կառուցվել։ Այս մյուս հատվածում արևելյան պատին կցակառուցված է սեղանատունը, լայն, որը իդեպ ներսում ունի մի քանի պատուհան, քառակուսի բացվածքներ, որոնք անմիջապես նայում են դեպի մատուռը։ Սկսել ենք հոկտեմբերի 15-ից պեղման աշխատանքները, իդեպ ասեմ, որ այս ամբողջ ծրագիրը հենց վերականգնման եւ ամրակայման նախագծի շրջանակներում է արվում, որպեսզի կարողանան վերականգնող ճարտարապետները նախագիծ կազմել, հետեւաբար մենք եւ ներսում եւ դրսի հատվածներում հիմքերը, պատերի հիմքերը, հատակները, սենյակների փորձել ենք հնարավորինս բացել։ Մենք գիտենք, որ մատուռը նստած է բնական ժայռի վրա եւ վերևում էլ կտեսնենք, որ պեղումների արդյունքում այս կցակառույցները որոշ հատվածներում իրենց արտաքին պատերը դեմ են տված բնական ժայռին, հարմարեցրել են, ճեղքել են ժայռը, մաքրել են, կոտրել են եւ պատաշարը հենել են բնական ժայռին։ Չի բացառվում, որ այս հատվածներում այլ կառույցներ լինեն, որովհետև մեր գտած ճարտարապետական մանրամասների որոշ դետալներ չեն համապատասխանում ներկա մատուռին, բայց իրենք սրբատաշ դարձյալ դեղնասպիտակավուն կրաքարից են։ Այս շարքի կցակառույցների առաջին եւ վերջին սենյակներում կան առանձին մուտքեր, որոնք տանում են դեպի բոլորձև աշտարակները։ Բոլոր սենյակներում կան այսպես փոքրիկ որմնախորշեր, որոնք ամենայն հավանականությամբ ճգնավորների անձնական իրերի պահոցներ են հանդիսացել։ Սենյակները իրար հետ կապված են մուտքերով, ինչպես նաև ունեն առանձին դրսից եկող առանձին մուտքեր։ Սեփ այս հատվածում դարձյալ բնական ժայռն է արդեն բացվել, որպես հատակ ծառայեցրել են, պարզապես ժայռի վրա բարակ շերտով կավասվաղ են արել, կավային լիցք են արել, իսկ ահա արդեն այս մյուս խցում մենք բացահայտեցինք, տեսեք մակարդակների հսկայական տարբերություն հատակների, թեքությամբ ավելի խորանում ենք, եւ հետաքրքիր է, որ անկյուններում արդեն պահպանված է բավական հաստ շերտ ենք հեռացրել, անկյուններում կրասվաղի հետքեր ենք հայտնաբերել ու նաև կրասվաղ հատակ։ Ամեն դեպքում գոնե այս սենյակը կրասվաղ հատակ եւ պատեր է ունեցել ժամանակին։ Ցավոք միայն փոքր հատվածներ են անկյուններում պահպանվել։ Եվ հետաքրքիր է այս պատաշարը, որ բացվեց, տեսեք ինքը համաժամանակյա է կցակառույցներին եւ ժայռը հարթեցնելով, կտրելով իրենք ինչ որ փոքրիկ խուծ կամ նկուղանման մի բան են սարքել, որը մուտք է ունեցել սենյակից։ Դրսի կողմից այն փակված է եղել, թե չէ, ցավոք չեմ կարող ասել, որովհետեւ չի պահպանվել ոչինչ։ Այս կցակառույցները եւս թաղակապ են եղել, տեսնում եք այս կրող քարերը եւ դարձյալ դեպի աշտարակ տանող առանձին, այո, մուտքը։ Եվ այս հատվածում էլ Պարիսպապատի այդ պատուհանների պահպանված հատվածներն են։
Ունենք բազմաթիվ խեցեղենի բեկորներ, դրանք հիմնականում տարապահեստարանների, մեծ անոթների, կճուճների, կարասների եւ մեծ սափորների բեկորներ են։ Ունենք խուփերի տարբեր կտորներ, ջնարակապատ անոթները շատ քիչ են, վանական համալիրին ոչ բնորոշ է էլի ջնարակապատ թասեր ունենալը, բայց ամեն դեպքում փոքրիկ կտորներ, հաղճապակե եւ ջնարակապատ ունենք։ Այստեղ մի քանի բեկոր եմ առանձնացրել, կարմրափայլ խեցեղենի կանթի բեկորն է, որի վրա փոքրիկ քառակուսի այսպես նշան է արված ու կենտրոնում խազգից։ Ամենայն հավանականությամբ սա վարպետի պատրաստող վարպետի նշանն է եղել, սա շատ հետաքրքիր բեկոր էր։ Այսպես կարող եք առանձին նայել ջնարակապատ թասերի կտորները, որոնք հիմնականում 14-15-րդ դարի պատկանող այսպես անոթների կտորներ են։ Պահպանությունն իրականացվում է պատմամշակութային արգելոց թանգարանների և պատմական միջավայրի պահպանության Արարատի մարզային ծառայությունը։ Նշեմ, որ հուշարձանը ընդգրկված է Արարատի մարզի հուշարձանների պետական ցուցակում։ Այցելուներ շատ ենք ունենում։ Պեղումների ընթացքում առավել ևս շրջակա գյուղերից, համայնքներից լսել եմ, որ Տափի-Բերդում կատարվում է պեղումներ և ավելի շատ աշակերտներ ու հյուրեր են լինում։ Հուշարձանի պահպանությունն իրականացվում է շրջայցերի միջոցով, ինչի ընթացքում աշխատակիցները շրջում են, նկարահանում, փաստացի վիճակը, մոնիտորինգ անցկացնում, ինչի չէ նաև ժամանակ առ ժամանակ կատարվում է մաքրության աշխատանքներ հուշարձանների տարածքներում։ Ոչ շրջան համար ավելի կարևոր է քան գյուղացիները հիմա իմ կարծիքով որ գան իմանան որտեղ են ապրում, ինչ ձևի տեղ են ապրում, ինչ են անում, ինչ են թողում։ Եկեղեցիները ստե շատ է, խոշոր անտարել եկեղեցի կա, շատ կա։ Տափի-Բերդ դպրոցում եմ գնացել։ Մի անգամ դպրոցում գնացել եմ ընկերներիս հետ։ Հիմա ես 4 դասանում եմ, ես 3-րդ դասանում անցել եմ։ Շատ Տափի-Բերդի մասին։ Տափի-Բերդ վերջի անգամ եղել եմ մի 2 ամիս առաջ։ Տափի-Բերդի մասին գիտեմ մի քանի բան, որ այնտեղ եղել է թունել։ Գանձեր հա լսել եմ, որ փոքր կտորներ են գտել, մի կես գրամանոց, մի գրամանոց այդպես։ Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը պեղումների կարճ ժամանակահատվածում արդեն իսկ հսկայական աշխատանք է իրականացրել։ Գտածոներն ու բացված շինությունները պատկերացում են տալիս միջնադարյան այս կառույցի կյանքի մասին։ Իսկ պահպանության հատուկ կարգավիճակի ստացումից հետո նշեմ, որ կա կառավարության որոշման նախագիծ Տափի-Բերդ պատմամշակութային արգելոց ստեղծելու մասին, միջնադարյան այս կառույցը կդառնա ներկայացուցչական վայր այս տարածաշրջանում։ Բաց երկնքի տակ Տափի-Բերդն էր։